Գիտես ճիշտ վայրում ես։ Այս աշխարհում մի հատ ճիշտ տեղ կա, որ պետք է մարդ լինի։ Դա եկեղեցին է։ Ամեն։ Որտեղ միայն եկեղեցում կա կյանք։ Որտեղ եկեղեցին դա Հիսուսն է եւ իր մարմինն է։ Որտեղ Հիսուսը կյանքը տալիս է իր եկեղեցուն։ Որտեղ Հիսուսը վերջում որ գա, գալու է իր մարմնի հետևից։ Այն կյանքը, որ ինքն է դրել, այդտեղ էլ գալու է Հիսուսը։ Եթե քո մեջ Հիսուսը կյանք ա դրել, բռնի այդ կյանքից, ամուր բռնի։ Որովհետև Հիսուսը գալու է Իրանի հետևից, իրա փայնա գալու վերցրի։ Գիտեք, Հիսուսը գող չի, Սատանան գող է։ Ողը մտնում է այնտեղ, վերցնում է այն ինչ որ իրան չի պատկանում։ Դա գող է նշանակում։ Եվ Սատանան Աստվածաշնչում ասվում է, որ նա գող է։ Նա վերցնում է այն ինչ որ իրեն չի պատկանում։ Գիտես, ես ու դու Սատանային չենք պատկանում։ Գիտեք խի, որովհետև մեզ ստեղծել է Աստված։ Ի սկզբանե մեզ ստեղծել է Աստված։ Իրա նմանությամբ, իրա պատկերով, եւ մեզ Աստված ի սկզբանե կյանք ա տվել, որպեսզի մենք կյանք ունենանք, բայց Սատանան գող է, ինքը եկել ու գողացել է։ Քեզ թվում է թե դու ծնվել ես ուղղակի այս աշխարհում, sense պետք է ապրես, կյանքդ անցկացնես ոնց կպատահի, ոնց կստացվի, հետո էլ կմեռնես կգնաս, գիտես, եթե դու այդ մտածելակերպը ունես, դա նշանակում է Սատանան քեզ գողացել է։ Հրաժարվի գողից։ Այսօր մենք ունենք հնարավորություն գողի սենյակից դուրս գալու եւ կյանքի սենյակը մտնելու։ Որովհետեւ այդ գողացած վայրում, որտեղ Սատանան գողացել է մարդկանց եւ փակել է խավարի մեջ, Հիսուսը եկավ եւ դուռ բացեց։ Եվ այդ դուռը այսօր տեսանելի է բոլորին։ Եվ այդ դռան մասին մենք այսօր խոսում ենք, որ կա կյանքի դուռ, որը բացվել է, դա Հիսուս Քրիստոսն է։ Մեր ընտրությունն է, մարդը պետքա թմրած չլինի, որտեղ Սատանան երբ որ մարդուն գողանում է, գիտեք, պատկերացրեք մի հատ մանյակ, որ գողանում է մարդուն, տանում է սրսկում է, չգիտեմ, կարող թմրա դեղեր սրսկի եւ այլն, որ մարդուն թմրացնի, մարդը չհասկանա ինչ է կատարվում։ Եվ Սատանան շատ ժամանակ հենց տենց էլ անում է մարդկանց հետ։ Թմրացնում է մարդու ուղեղը, կոպտացնում է մարդու սիրտը, գիտեք ինչի, որտեղ Աստծո խոսքը որ կյանք է բերում, գալիս է մարդու սիրտ։ Եվ մարդու սրտի մեջից է սկսում կյանքը։ Եվ այսօր տեսեք, խենք մենք գալիս եկեղեցի, որպեսզի Աստված խոսա ամեն մեկի սրտի մեջ։ Ամեն մեկի սրտի մեջ։ Գիտեք, շատ խոսքեր կան աշխարհում, շատ բառեր կան աշխարհում, բայց կա մեկը, որ խոսում է եւ դրա խոսքի հետևում կա կյանք։ Դա Հիսուսն է, դա Աստծո խոսքն է։ Աստվածաշունչը ասում է, որ տարբեր իմաստություններ կա, մարդը, որ խոսում է, ինչ որ մի իմաստությունից է խոսում։ Կա շնչավոր իմաստություն, կա աշխարհիկ իմաստություն, կա դիվական իմաստություն, դրանք շատ նման են իրար հետ այսպես միաձուլված են, բայց կա Աստծո իմաստություն, որ Աստծո իմաստությունից է կազմվում խոսքը, եւ Աստված է խոսում խոսքը, որի ետևում կա կյանք։ Աշխարհի դիվական եւ միգուցե շնչավոր խոսքերի հետևում կյանք չկա, կա ժամանակավոր ուրախություն եւ կա վերջնական մահ։ Դա աշխարհի իմաստությունն է։ Այսօր աշխարհիկ մարդը շատ բաներ կարա խոսա, հալավ ում ես հավատող որ, հալավ հավաքվում են էլի։ Հալավ չկա մեր համար կա Հիսուս, մեր համար կա խոսք։ Եվ շատ կարևոր է, որ մենք հավատ կդնենք խոսքի վրա։ Եթե հավատ չդնենք, կյանք չենք ունենա, որովհետև ամեն Աստծո ասած խոսքի ետևում էլ եմ ասում, կա կյանք։ Հիմա մեզանից է կախված, մենք այդ կյանքը, այդ խոսքը, որ լսում ենք, այդ կյանքն ենք ընդունում, ետևում Աստծո զորության այդ խոսքը, որ ամեն բառի ետևում կյանք կա, գիտես, երբ որ դու հավատքով ես ընդունում, այդ կյանքը լցվում է քո սիրտ։ Եվ ամեն անգամ մենք հանդիպելով, ոչ թե մենակ ստեղ, բայց ստեղ Աստված մեզ հավաքում է, զորացնում է, ոնց որ լավ ծնող լինի Աստված, լավ հայր լինի, որ շաբաթը մեկ, չնայած ինքը ուզում է, որ շաբաթը մեկ չէ, ավելի շատ մենք հավաքվենք, եւ թող Տերը դուռ բացի, թող մեզ տա հնարավորություն, որպեսզի մենք շաբաթը մի անգամ չհավաքվենք, այլ ավելի շատ հավաքվենք։ Ավելի շատ հավաքվենք, միաբան գանք նրա մոտ, գանք նրա տուն։ Ծնողները ուրախանում են, երբ որ իրանց երեխեքը գալիս են հյուր։ Ես որ գնում եմ
Գնում ենք մամայիս տուն հյուր ինքը նենց հա ուրախանում, պատրաստություն, բանս են սեղանակցում եւ այլն։ Գիտեք Աստված ավելի է ուրախանում, երբ որ իր երեխեքը հավաքվում են, գիտեք ինքն էլ է սեղան գցում, ինքն էլ է մեզ կերակրում։ Երբ որ գալիս է բոլորս հավաքվում ենք, եկեք ցենց սոված գանք։ Պապ ջան, ինչ ես այսօր պատրաստել։ Այսօր ինչ կա ուտելու։ Մեկ-մեկ էլ հարցնում է, բալես ինչ կուտես, ինչ է սիրտդ քաշում։ Սարքեմ որ գաս ուտես։ Շատ մարդիկ վերջում վկայում են, ասում են, ինչ մտածում էի, ինչ ուզում էի, դա էլ ստացա, չէ՞, շատ է, չէ՞ պատահում։ Շաբաթվա մեջ ասենք, ինչ մտածում էիր, ինչի մասին որ քո միտքը, քո սիրտը աշխատում էր, ու մեկ էլ դու եկեղեցում լսում ես այդ խոսքը։ Դա գիտեք ինչ է նշանակում, որ հայրը սիրում է եւ պատրաստում է այն ինչի կարիքը որ դու ունես։ Աստված օրհնի շատ բոլորիդ։ Փառք Հիսուսին։ Գիտեք, Հիսուսը կյանք է, կյանքի սկիզբն է ինքը։ Կյանքի սկիզբն է ինքը։ Եվ Աստծո խոսքը ունի հավիտենական կյանք, որը մեզ է ուղղված, որը մեր փայլն է, մեր բաժինն է, մենք իր սիրով վերցրեցին։ Ինքը այնքան սիրեց, որ ասեց, ես այնքան շատ ունեմ այս կյանքը, այնքան շատ ունեմ այդ սերը, ես ուզում եմ կիսվեմ։ Մենք անարժան էինք մի ժամանակ, բայց Տերը այնքան ուժեղ սեր է, այնքան ուժեղ սեր է, որ մեզի գտավ այս աշխարհը։ Գիտեք Տերը քեզ խի գտա։ Գիտես դու ես այսօր ստեղ նստած։ Պատահական չի։ Որովհետև եկել է ժամանակ, որ դու փնտրել ես ճշմարտությունը, եւ ճշմարտությունը քեզ եկել է ընդառաջ։ Եղել է ժամանակ, որ դու քո կյանքում փնտրել ես ճիշտը եւ կյանքը, եւ չես կարողացել այս աշխարհում գտնես, բայց կյանքը քեզ ընդառաջ է եկել։ Դրա համար դու կյանքի մեջ ես այսօր։ Դրա համար դու այսօր ստեղ ես եւ վայելում ես կյանքը։ Ամեն։ Տեսեք Հիսուսը ասում է. ես եմ հարությունն ու կյանքը։ Հիսուսը հարությունն է եւ կյանքն է։ Մենք գիտենք, որ մենք ունենք հարություն, մենք պետք է հարություն առնենք, ամեն, եւ մենք գիտենք, որ մենք արդեն կյանք ունենք։ Նույնիսկ չէ որ պետք է մահանանք, փոշի դառնանք, հետո նոր վերականգնենք, նոր կյանք ունենք։ Ոչ, մենք արդեն կյանքի մեջ ենք։ Մենք արդեն Հիսուս Քրիստոսի մեջ ապրելով, մենք արդեն ունենք կյանք։ Այսօր ուզում եմ մի փոքր կիսվեմ, մի փոքր խոսամ, ով է իրական կյանքը։ Կյանքը ինչ չի, կյանքը ով է, որտեղ կյանքը Հիսուս Քրիստոսն է։ Գիտեք, հայերի մեջ տարածված sense խոսակցություն կա, կյանքս, չէ։ Ինձ որ տենց բան են ասում եմ ինձ մի ասա, էլի տենց։ Որտեղ դու իմ կյանքը չես, ես քեզ չեմ կարող նույն ձևի ասել, իմ կյանքը Հիսուսն է։ Կյանքը այն ով ինձ կյանք է տվել։ Եկեք Հիսուսին ասենք կյանքս։ Մի ամաչեք, նրան կարա կյանքս ասեք, նա կընդունի, որտեղ դա ճշմարտություն է։ Եթե ասում ես այդ բառը, ասա Հիսուսին։ Ոնց որ փառքն է Իրանը, տենց էլ կյանքն է Իրանը, որ ինքը մեզ է տալիս։ Մեկը չկա, որ Հիսուսի ձայնը չլսի։ Մեկը չկա, որ չհասկանա, որ դա Հիսուսն է։ Մեկը չկա այս աշխարհում, որ չտեսնի, որ Հիսուսն է գալիս։ Մեկը չի մնալու գերեզմանում պարկած, անգամ փոշի դարձած, որ չհելնի կանգնի։ Ոմանք կյանքի հարության համար, ոմանք էլ դատապարտության համար։ Վերջում դա անպայման լինելու է։ Եվ մեղքը, գիտեք, այսօր ինչն է մեզի տանում, բաժանում կյանքից, մենակ մեղքը, մենակ մեկ բան կա, որ մարդուն կյանքից բաժանում է։ Տեսեք, ես մի քիչ առաջ sense մի պատկեր խոսացի, որ մենք խավարի մեջ սատանան թմրացրել է մեզ, հա, գողացել է մարդկանց, բայց կա դուռ բացված, կա լույս բացված, եւ մարդը քայլ պետք է անի կամ լույսը, կամ մնում այս խավարի մեջ։ Սատանան այնքանով է մարդկանց թմրացրել, որ այս խավարի մեջ իրանց դարել է, ոնց որ մարդը այսինքն ծնվել է հենց դրա մեջ։ Իրանց դարել է շատ բնական, իրանք սկսել են խավարը սիրել։ Եվ գիտեք, ամեն ինչ սերն է որոշելու եւ սերն է ուղղորդելու մարդուն, թե աշ թե ձախ։ Ում ես դու սիրում, էդ էլ քո սրտում լինելու է։ Այսինքն, տեսեք, Աստծո արքայությունը կգա նրանց, ովքեր ծարավ են։ Ի՞նչն է Աստծո արքայությունը։ Կյանքը, հավիտենական կյանքը Հիսուս Քրիստոսի մեջ, ովքեր ծարավ են։ Երանի հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։ Գիտեք հոգով աղքատը որն է։
Որ քեզ չի արդեն սկսելա չհետաքրքրել այս աշխարհի այս հարստությունը, կարիերան, իմաստը եւ այլ, այս աշխարհում ինչ որ կա, որովհետեւ եթե դա քո հոգու մեջ է, քո սրտի մեջ է, ու դու լիացած, գոհացած ապրում ես ամեն ինչ նորմալ է քո համար, քեզ երանի հեշտ չի։ Միգուցե մարդիկ այսօր շատ կան, հարուստ են, առողջ են, ամեն ինչ լավ է իրանց մոտ, բայց երանի չի ձեզ։ Երանի չի այդ մարդկանց։ Գումարը չի երանություն դարձնում։ Դատարկեք ձեզ այս աշխարհի ամեն ինչից, դատարկեք, թող ձեր մեջը դատարկ լինի, որպեսզի ծարավ լինեք, ասեք, Տեր, ես մենակ քեզ եմ ուզում, ուրիշ բանից չի հետաքրքրում։ Այն ինչի կարիք, որ ես ունեմ, Տերը ինձ կտա, Տերը գիտի ես ինչի կարիք ունեմ։ Ես եւ կախվածություն չեմ ունենա ոչ մի բանի, բայց իմ կախվածությունը պետք է լինի կյանքից։ Գիտեք, սա իմաստություն է, որ Աստված է տալի երկնքից։ Մենք պետք է կախվածություն ունենանք կյանքից։ Ոչ թե գումարից, ոչ թե աշխատավարձից, ոչ թե չգիտեմ աշխարհի յուրաքանչյուր բան, ոչ մի բանից, ամեն ինչ մեզ կարելի է։ Կարելի է փող ունենալ, կարելի է շատ փող ունենալ, կարելի է մեծ տուն ունենալ, բայց մենք չպետք է կախված լինենք ոչ մի բանից։ Եթե Տերը կկամենա կունենա, Տերը կկամենա փոքրը կունենամ, Տերը գիտի իմ սիրտը, Տերն է իմ ուսուցիչը, ինքն է ինձ սովորացնում եւ ճանապարհ անցկացնում։ Իմ կախվածությունը պետք է լինի միայն կյանքից եւ դա Հիսուս Քրիստոսն է։ Երանի սքավորներին, որովհետեւ նրանք կմխիթարվեն։ Գիտես, սքավոր մարդը փափուկ սիրտ միշտ ունի։ Միտեղ գրված ասում է ավելի լավ է գնաս թաղման տուն, քան թե գնաս հարսանիք։ Որտեվ հենց այդտեղ մարդու սիրտը փափուկ է լինում։ Ինձ հաջողվել է, Տերը թույլ է տվել արդեն մի քանի անգամ, երբ որ մարդը մահանում, մեր հայերից կանչում են, որպեսզի հողարկավորում անցկացնեն։ Այնքան լավ միջավայր է լինում, ճիշտ ասած։ Այդտենց ծառայություններ շատ ուժեղ է լինում։ Մարդիկ այնքան sense վախով են, այնքան երկյուղով են գալիս, մտնում են այդ եկեղեցու այդ շենքը, որտեղ հանգուցյալն է պարկած, եւ ես սկսում եմ ասել, տեսեք, մի օր ամեն մեկը ստեղ լինելու ենք, ամեն մեկս մի օր այս սրանից չենք փախնելու ոչ մեկս։ Երանի սքավորներին, որովհետեւ նրանք կմխիթարվեն։ Այդ սքավորը այդ սիրտն է։ Այս աշխարհում ինչ ունենք ուրախանալու։ Եթե դու այս աշխարհով ես ուրախանում, դու երբեք չես մխիթարվի Տիրոջով, որտեղ դու մխիթարվում ես, ուրախանում ես աշխատավարձով, գումարով, քո, չգիտեմ, կարիերայով եւ այլ։ Դա ամեն ինչ էլի եմ ասում։ Ես չեմ ասում դա չունենանք, դա ամեն ինչը նորմալ է, բայց չպետք է մենք կախում ունենանք դրանից։ Մեր կախվածությունը պետք է լինի մենակ Հիսուսը։ Ինձ գիտեք ոչ մի բան չի հետաքրքրում։ Իրականում, փորձեք ձեր կյանքում փակեք ամեն ինչ, ասեք ինձ ոչ մի բան պետք չի, ինձ մենակ դու ես Հիսուս պետք, դու ես Հիսուս պետք։ Գիտես, Տերը գիտի քեզ ինչ, դա Տերը կյանքում քեզ սոված չի թող։ Ես հավատում եմ Աստծո խոսքին։ Եվ Աստծո խոսքը ասում է, ես չեմ տեսել, գիտեք, Սողոմոնը ասում է, ես ամբողջ կյանքում ապրեցի եւ չտեսա մեկ արդարի, ով ձեռքը մեկնի հաց կուզենա, ողորմություն կխնդրի։ Երանի նրանց, ովքեր քաղցած են եւ ծարավ են արդարության, որովհետեւ նրանք կկշտանան։ Ծարավ են արդարության, ով է արդարը։ Կա մեկ արդար, Հիսուսն է։ Եթե ես գիտեմ կա արդարություն, գիտեք, էսի այդ մարդու սիրտն է, այս որ Հիսուսը որ սկսում է լեռան քարոզը, այն սկիզբը, էսի այն մարդու սիրտն է, որ կորած գառա, կորած մոլորված գառա այս աշխարհում։ Եվ փնտրում է ինքը արդարություն, փնտրում է ճիշտը։ Եվ Աստված տեսնում է, ահա, մեկը սկսեց փնտրել։ Ու Աստված սկսում է այս մարդուն հետևել։ Գիտեք, Աստված միանգամից են չի գալիս։ Տեսեք, հլի Հիսուսը ինչքան է իշնում։ Երանի նրանց, ովքեր քաղցած են, ծարավ են արդարությամբ։ Երանի ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն կգտնեն։ Երանի սրտով մաքուրներին, որովհետև նրանք Աստծուն կտեսնեն։ Երանի խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ կկոչվեն։ Մենք փորձում ենք դա անել,
Եվ Աստված տեսնում է, դու փորձում ես, դու ուզում ես դա անես, եւ Աստված քեզ կանչում է, գալիս է քեզ ընդառաջ, գտնում ես, դու մի օր գտնում ես, գիտես Աստծուն։ Դու ինքդ ուզում ես արդար լինես, բայց տեսնում ես քո մոտ չի ստացվում, քո արդարությունը չի բավարարում, որպեսզի դու ողջ սրտով ասես ես արդար եմ, չէ՞։ Չի բավարարում մեկ-մեկ։ Սաղմոս 7-ը որ կարդում ենք, Տեր, եթե ես ինչ-որ բան եմ արել, ինչ-որ հանցանք եմ արել, թող թշնամին գա, ինձ կյանքիս վրա իշխանություն ունենա եւ այլ, ասես կարդում ենք, վախենում ենք։ Այս սկզբից ես որ կարդում եմ, սարսափում եմ, ասում ո՞ց կարեմ ես այս Սաղմոսը կարդամ։ Բայց Տերը ասում է, դու արդար ես, որովհետեւ իմ արդարությունն է քո վրա։ Ես քեզ հագցրել եմ սիրելիս, իմ արդարության շորերը։ Ամեն։ Մենք կրում ենք Հիսուսի արդարության շորերը։ Եվ այդ շորերի վրա գրված է արդար։ Մենք դա չենք վաստակել, բայց մենք դա ցանկացել ենք։ Եվ Հիսուսը դա վաստակել է եւ մեզ տվել է։ Հիսուսն է արդարը, Հիսուսն է կյանքը, նա մեզ հագցրել է իր շորերը։ Գիտես, սիրելիս, երբ որ դու անցնում ես միգուցե հիվանդություն, միգուցե խնդիրներ, միգուցե ինչ-որ անեծքներ, եւ քո մտքին միշտ սատանան, գիտեք, սատանայի ուժը որտեղ է։ Օրենքի մեջ։ Եվ օրենքը մարդու դատապարտում է մարդու արած քայլերի վրա, մարդու արդարության հիման վրա։ Եվ մենք բոլորս հասկանում ենք, որ մենք մեզանից ոչ մի բան չենք ներկայացնում։ Ոչ մի բան։ Մենք սատանայի հետ չենք կարող խաղեր խաղանք եւ ինչ-որ մեծ ինչ-որ աղոթքներ անենք, բայց ես գիտեմ, որ մենք արդարացած ենք Հիսուսով։ Ես գիտեմ, որ Հիսուսի արյունով մենք լվացված ենք։ Ինչ գործ ունես սատանայի հետ։ Ինչ գործ ունես անեծք ինձ հետ, ինչ գործ ունես հիվանդություն ինձ հետ, կանգնի եւ դավանի, որ դու արդարացած ես Հիսուս Քրիստոսի արդարությունով եւ ես արդար եմ։ Եվ գնա ինձանից ամեն սատանայական ինչ-որ գործողություն, ամեն սատանայական անեծք, հիվանդություն եւ այլ բաներ, ինչ-որ կանի սատանան քո կյանքով, քշի քո կյանքից։ Բայց գիտես, դա կաշխատի այն ժամանակ, երբ որ սատանան հենց ինքը տեսնի քո մեջ հավատք, քո բառերի հետևում հավատք տեսնի։ Բայց եթե դու հենց այնց էդի խոսաս, ինքը տեղից չի շարժվել, քո խնդիրը տեղից չի շարժվել, քո սարը տեղից չի շարժվելու։ Հիսուսը ասում է, անգամ մի փոքր հավատք ունենաք, մի փոքր, սարն էլ կասեք կհելի կգնա, կընկնի ծովը։ Ինչքան աղբ կա լցված ծովի մեջ։ Գիտեք ծովի հատակում ինչքան աղբ կա։ Ինչքան աղբ կա պետք է գցենք ծովը։ Հիսուսի արդարությունով։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Երանի սրտով մաքուրներին, որովհետև նրանք Աստծուն կտեսնեն։ Դեք ինչքան կարևոր է, որ մենք տեսնենք Հիսուսին։ Նախ առաջինը մենք պետք է Հիսուսին տեսնենք մեր հոգու աչքերով, որպեսզի մի օր էլ գա մեր ֆիզիկական աչքերով տեսնենք Հիսուսին։ Եվ սրտով մաքուրը, ելի եմ ասում, մաքուրը մենակ Հիսուսով լցվածն է, որովհետև մաքուրը Հիսուսն է, սուրբը Հիսուսն է։ Մեր սիրտը մենակ Հիսուսին պետք է պատկանա։ Մեր սիրտը պետք է մենակ Հիսուսով լցված լինի, որ մենք իրան կարողանանք տեսնենք։ Հիշենք Հոբին։ Գիտեք Հոբը ինչ էր ասում։ Ասում էր ես քո մասին լսել էի իմ ականջով, բայց այսօր իմ աչքերը քեզ տեսնում են։ Այսօր իմ աչքերը քեզ տեսնում են։ Երանի խաղաղասերներին, որովհետև նրանք Աստծու որդիներ կկոչվեն։ Երանի արդարության համար հալածվողներին, որովհետև երկնքի արքայությունը նրանցն է։ Ամեն։ Տեսեք, ինչքան ուժեղ խոսք է, այս խոսքը մենք պետք է վերցնենք հավատքով եւ այս խոսքը պետք է հավատք ծնի մեր մեջ եւ խոսանք ինքներս մեր մեջ եւ դավանենք Երանի արդարության համար հալածվողներին։ Դες մենք այսօր շատ հալածվում ենք արդարության համար։
Շատ թե քիչ հալածվում ենք ամեն մեկս։ Բայց Աստված ասում է երանի ձեզ, խի, որովհետև երկնքի արքայությունը նրանցն է։ Իմն է երկնքի արքայությունը։ Աշխարհը ինձ ինչ է հալածում։ Աշխարհը ինչ է խոսում իմ դեմ։ Ախր դու ժամանակավոր ես։ Դու այսօր խոսալու ես, վաղը լռելու ես, որտեվ երկնքի արքայությունը հավիտենական է, որը իմ մեջ է, իսկ քո մեջ աշխարհն է, որ դու ինձ հալածում ես։ Մի օր աշխարհն է ծնկի կգա, բայց մենք կցնծանք։ Եկեք լինենք այն շարքերում կանգնած, ովքեր Հիսուսին տեսնելով ցնծալու են, ուրախանալու են, պարելու են, եւ մենք արդեն սկսել ենք պարել, ուրախանալ։ Մենք արդեն դա սկսել ենք։ Մենք հավաքվում ենք, պարում ենք, ուրախանում ենք, ցնծում ենք, փառք ենք տալ, երկրպագում ենք նրան։ Դա մեր բնական բան է դա մեր համար, որ իրան էլ տեսնենք, էլի նույնն ենք անելու։ Դա խոր չի լինելու մեր համար։ Եվ աշխարհը նայելու է քեզ, ասի ճիշտ էին էլի։ Հավաքվում, երգում, ուրախանում, քույրիկ եղբայրնիկներ են այսօր ասում, քույրիկ եղբայրն ձեռը առնելով։ Իսկ ձեր ծնկները մենք կտեսնենք, ձեր լացը կտեսնենք, եթե Հիսուսին չընդունեք։ Եթե Հիսուսին չընդունեք։ Ցավոք, ոչ բոլորն են ուզում Հիսուսին գան, ոչ բոլորն են սիրում կյանքը։ Ստեղ է հարցը, որ մարդը կյանքը չի սիրում։ Մարդկա սիրում է կյանքը, մարդկա չի սիրում կյանքը, մարդկա սիրում է մեղքը եւ մնում է մեղքի մեջ։ Եվ մեղքը դա պատճառ է, որպեսզի մարդուն բաժանի կյանքից։ Ուրիշ տարբերակ չկա։ Գիտեք, այսօր մարդիկ շատերը ուզում են համ լինեն մեղքի մեջ, համ կյանքի մեջ։ Բայց Աստծո պայմանը տենց չի։ Աստված տենց չի պայմանավորվել մեր հետ ու երբեք չել պայմանավորվելու։ Չի կարա մարդը լինի աշխարհի մեջ, մեղքի մեջ եւ կյանքի մեջ, դա հնարավոր չի։ Կյանքի մեջ, Հիսուսի արքայության մեջ, մեղքը տեղ չունի, մեղքը դա թշնամի է եւ դա խավար է։ Մեղքից Աստված զզվում է։ Ոնց կարա Աստված թույլ տա, որպեսզի մեղքը լինի կյանքի մեջ։ Ոչ։ Այսօր մարդիկ համոզում են ինձ, ճշմարիտ եմ ասում։ Այն մյուս եկեղեցում, բաց կխոսամ, մյուս ռուս-գերմանական եկեղեցում, համոզում են, որպեսզի մեղքը մտնի աշխարհ, ասում են մտնի եկեղեցի, ասում են ոչ։ Ինչ նպատակ ունես։ Գիտես, այլասերված մարդիկ կան, այսօր ուզում են դուռը ջարդեն մտնեն եկեղեցի, չեմ թողնում։ Շատ հովիվներ ասում են, ինչ ես անում։ Խի չես թողնում, թող մտնեն, թող գան։ Ասում եմ նպատակը, եթե մարդը գալիս է, պետք է իմաստ լինի, օգուտը ո՞րն է այդ մարդու, որ գալիս է։ Եթե նա գալիս է ապաշխարի, եթե նա գալիս է թողնի իր մեղքը ապաշխարի կյանք ընդունի, ես ուրախ կլինեմ։ Բայց ես գիտեմ մարդիկ չեն գալի ապաշխարեն, ուղղակի գալիս են ոնց որ ձեռ առնեն եկեղեցում, գալիս են նստում են ու ցույց են տալիս, բաց խոսում են իրանց մեղավոր պիղծ կյանքի մասին, ոնց են իրանք պիղծ կյանքով ապրում եւ միայն ժամանակ նստում են եկեղեցում եւ շփում են ունենում բոլորի հետ։ Ես ասում եմ, այսուր եք հասե, հովիվներ ջան։ Սենց ենք եկեղեցին պատկերացնում, որ Տիրոջը հանձնենք։ Գիտեք, մեծ կոնֆլիկտներ է բարձրանում այսօր։ 26 թիվը մի քիչ կոնֆլիկտների թիվ է լինելու ու շատ հրաշքների թիվ է լինելու։ 26 թիվը, որ մենք այսօր մտնելու ենք, Տերը հիանալի բաներ է ցույց տալու, բայց ճնշումն էլ է շատ լինելու։ Ով դիմացավ, էդի անցնելու է։ Ով դիմադրեց, ով մաքուր սիրտ ունեցավ, սենց ասեմ, ով մաքուր սիրտ ունեցավ, նա անցնելու է։ Արդարների շարքում գրանցվի։ Ով մաքուր սիրտ չունեցավ, Տիրոջը չի տեսնելու։ Երանի ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն եւ իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար բան զրպարտություն ասեն։ Օ հալելույա Հիսուս։ Ուրախացեք ու ցնծացեք, որովհետեւ երկնքում ձեր վարձքը շատ է։ Որովհետեւ այդպես հալածեցին մարգարեներին, որոնք ձեզանից առաջ էին։ Այն օրը մի քույր մոտիկացել է, ասում է, հովիվ կներես, մենք քո մասին քո հետևից բամբասում էինք։
մենք քո հետևից վատ բաներ ենք խոսում։ Ինչ ասեմ։ Ասում եմ գնացեք ապաշխարեք, բայց Երանի ինձ։ Երանի ինձ, բայց դուք գնացեք ապաշխարեք, որ չդատապարտվեք։ Եկել է եկեղեցի ու չի դիմանում։ Գիտեք, եկեղեցուն պետք է այնքան սրբություն լինի, Աստծո խոսքը պետք է եկեղեցում գործի եւ սրբի, այնքան պետք է սրբություն, որպեսզի մեղավոր մարդը տեղը չգտնի։ Իրականում եմ ասում, մեղավոր մարդը տեղը չպետք գտնի։ Ինքը կամ պետք է ինքը փախնի, կամ իր մեջի դևը պետք է փախնի իր մեջից։ Կամ ինքը պետք է, եթե իմաստություն ունենա, ինքը կմնա իր տեղը, կասի Էս է իմ միակ փրկության տեղը, ես կմնամ ստեղ, ես կապաշխարեմ, բայց իմ մեջինը թող գնա։ Իսկ այդ քույրը չդիմացավ էր, Աստծո ներկայությունը եկավ բացառված, ասում է, մենք քո մասին բամբասում ենք, այսինչ մարդու հետ։ Եկեք եկեղեցին ոչ թե մենակ հովիվը, եկեք մենք բոլորս սուրբ լինենք, որտեղ Աստված մեզ սրբացրել է։ Եկեք մեր բերանի բառերը լինեն շնորհով, Աստծո շնորհով լցված։ Մեր խոսակցությունները Աստծո շնորհով լինեն։ Թույլ չտանք հանգարց աշխարհը ներս գա եկեղեցի։ Ես ամեն օր խնդրում եմ, ես ինքս կատարյալ չեմ, բայց ամեն օր խնդրում եմ Տիրոջը, ասում եմ Տեր, իմաստություն տուր, սրբություն տուր, թող քո սրբությունը, քո ճշմարտությունը այնքան սիրենք, այնքան մեզի հարազատ լինի, որ մենք ուրիշ բաներ չկարողանանք անգամ մտածենք, անգամ որ աշխարհը գա մեզ ինչ-որ բաներ առաջարկի, դա մեզ համար լինի խորթ։ Ոչ։ Մենք ուզում ենք սուրբ լինենք եւ մաքուր սիրտ ունենանք, ինչի, որտեղ մենք ունենք նպատակ, մենք ուզում ենք նրան տեսնենք։ Ամեն, մենք ուզում ենք Հիսուսին տեսնենք, եւ դու Հիսուսին տեսնելով կցնծած, հավետ կցնծած, հավիտենական կյանքի մեջ կցնծած, հավերժ կուրախանաս եւ իր արքայության մեջ կլինես։ Մենք արդեն իր մեջ ենք։ Եկեք պահենք սրբությունը, որպեսզի մնանք էլ իր մեջ։ Ինչ կա այս աշխարհում։ Այս աշխարհը անցնելու է։ Ու այն ինչ որ այս աշխարհում է, ամեն ինչը անցնելու է, բայց Հիսուսը եւ նրա խոսքը մնալու է։ Դուք եք աշխարհի լույսը, մի քաղաք, որ լեռան վրա է կառուցված, չի կարող թաքնվել։ Գիտես, ես չեմ նախատեսել այս քարոզը, բայց Սուրբ Հոգին ա տանում, խնդրում եմ ուշադիր եղի։ Դուք եք աշխարհի լույսը։ Եվ Տերը այսօր մեզ անվանում է լույս։ Անվանում է լույս։ Գիտեք, որ մեր մեջ իրական լույս կա դրված։ Իրական։ Դա ուղղակի խոսքեր չէ, դա բառից բուն իմաստով մեր մեջ լույս կա։ Եվ գիտեք, ում մեջ որ լույս կա, անգամ մարդիկ չգիտեն։ Դա իրար ձգելու է, այսի մագնիսի պես բան է, մագնիտի պես բան է։ Եթե լույսը լույսին հանդիպում է, ձգում է, դրա համար Հիսուսը ինչ ասում է, ասում է ձեզ լսողները ինձ են լսելու։ Մի ամաչեք, խոսացեք։ Մեկը կլսի, մյուսը չի լսի, բայց դուք լույս եղեք, գիտեք, մագնիտը, որ ուզում է իրան հպվող ինչ-որ բան կպցնի, երկաթ կամ մագնիտ ուրիշ չէ, ինքը չի վախենում, ինքը սենց գնում է ու հավաքում է։ Գիտեք, մենք էլ պետք է տենց լինենք։ Մի վախեցեք, մենք ունենք մեր մեջ լույս, մենք Աստծո որդիներ ենք, եւ կան շատ-շատեր այս աշխարհում, ովքեր լույս ունեն իրանց մեջ, ուղղակի իրանք չգիտեն։ Իրանք չգիտեն, այսօր ես ու դու պետք է իմանանք, որ մենք ունենք այդ լույսը Աստծուց դրված, մեր հոգու մեջ, դա տեսանելի չէ, մենք չենք կարող ցավոք սրտի այսօր տեսնենք, բայց մի օր կտեսնես դու դա, որ քո մեջ կա նույն լույսը, որը որ Աստծուց է դուրս գալ, եւ Աստված մեզի տես տնել է։ Եվ այս աշխարհում իրականություն եմ ասում, կան մարդիկ, աշխարհիկ մարդիկ, ում մեջ կա այդ լույսը, շատ թե քիչ կա, բայց երբ որ այդ մարդը քո հետ հանդիպում է, երբ որ այդ մարդու հետ դու խոսում ես, երբ որ այդ մարդը լսում է ավետարանի զորությունը, որ քո մեջից դուրս է գալի, նա հպվում է քեզ, նա մոտիկանում է քեզ, նա էլ չի հասկանում ինչի համար, բայց ինչ-որ մի բան քաշում է, ինչ-որ մի բան հարազատություն կա, տեսնում ինչ-որ մի հատ հարազատ բան կա, որ քույրս գլխով անում, իրան ասում էին արի եկեղեցի, ինքը ասում էր գամ եկեղեցի ինչ ամ, բայց լույսը խոսում էր մի բան, ասում էր չէ մի բան կա, մի բան պետք է գնամ տեսնեմ, հասկանամ։
Մենք պետք է համարձակ լինենք։ Մի ամաչի երբեք։ Ումից պետք է ամաչենք։ Այս պիղծ աշխարհից, թող իրանք ամաչեն, ես չի պետք է ամաչեմ Հիսուսին դավանեմ ավետարանը խոսամ։ Հիսուսի մասին խոսամ, ասեմ, ես հավատացյալ եմ, ես հավատում եմ հավիտենական կյանքի, ես հավատում եմ ճշմարտությանը, ես հավատում եմ, որ Հիսուսն է թագավոր թե երկնքում, թե երկրի վրա։ Ումից ամաչեմ։ Այս մեղավոր աշխարհից իրանք չեն ամաչում։ Տեսեք, այսօր աշխարհը ինչ է վերածվել։ Էլ չեն ամաչում։ Միգուցե 20 տարի առաջ ամաչում էին մարդիկ, մեղավորը ամաչում էր իր մեղքը հայտնի աներ, բայց այսօր չեն ամաչում։ Այսօր համասեռամոլը հայտնում է, որ ինքը ով է, ինքը ցույց է տալի ինքը ով է։ Գիտեք, սա Տիրոջից է։ Եվ Տերը սենց մի հատ լավ պայման է ստեղծել, որ ամեն մեկը հայտնի է, որովհետև մոտիկանում է դատաստանի օրը։ Մենք էլ պետք է հայտնենք մեզ, առանց ամաչելու։ Եթե ամաչում ենք միտեղ, վախենում ենք, գիտեք ամոթը խիա գալի, որովհետև սատանան վախ է ցանում մարդու մեջ, ասում է հանգարց չասես, քեզի թարս կնայեն, քեզի ճիշտ չեն հասկանա, դու ինչ որ կլինես տարբերվող ուրիշներից, բա պետք է լինեմ տարբերվող։ Ես պետք է տարբերվեմ, գիտեք քույրեր եղբայրներ, մենք պետք է տարբերվենք այս աշխարհից եւ խոսանք Հիսուսից։ Դուք եք ցնդվել, ախր դուք ձեզ սատանան թմրացրել է։ Մենք ենք ճշմարտության վրա, որտեղ ճշմարտությունը մեր կողմից է։ Արի ճշմարտության մեջ, արի կյանքի մեջ, արի դու էլ կյանք կստանաս։ Մեղքը տանում է մարդուն մահվան եւ ամբողջ աշխարհը մեղքի մեջ է։ Համարձակ մարդկանց ասեք, որ իրանք մեղավոր են։ Համարձակ ասեք, բայց ասեք կա ելք։ Կա ելք, եկեք, կա ելք, դուրս եկեք մեղքի մեջից, որտեղ մեղքը ձեզ տանելու է մահվան, մեղքը սպանելու է ձեզ, մեղքը ձեզ դժոխք կա տանելու, եւ երբ որ Տերը տերերի, երբ որ ձայն տա, մեղավոր մարդ անգամ փոշի էլ դառած լինի, նա պետք է հարություն առնի եւ դուրս գա եւ պատասխան տա իր ամեն արած գործի համար։ Ոմանք հարություն են առնելու հավիտենական կյանքի համար եւ ոմանք է հարություն են առնելու հավիտենական դատաստանի համար։ Աստծո մոտ հոգևոր աշխարհում ամեն ինչ հավիտենական է։ Այնտեղ չկա ժամանակը, որ 10 տարի կտամ, ցմահ 15 տարի կտամ կնստես կելնես։ Ոնց որ այսօր շատ կրոնական կազմակերպություններ մարդկանց խաբելով տենց են ասում։ Կամ ոմանք էլ խաբում են, որ դժոխք չկա։ Ոնց չկա դժոխք։ Հիսուսը պարզ խոսում է, որ դժոխք կա։ Ձեզ թվում է Աստված աչք է փակում մեղքերի համար, ձեզ թվում է, որ Աստված ինչ որ կատարվել է այս աշխարհում, ամեն մարդասպանություն, ամեն արյուն, որ թափվել է այս աշխարհում, ամեն անօրինություն, ցենց ծածկվեց փոշի դարավ գնաց, ոչ, իհարկե ոչ, լինելու է դատաստան, եւ ամեն մի գործ անող, չար թե բարի, պատասխան է տալու իր արած գործերի համեմատ։ Ես պատասխան չեմ տալու, կասես դու ով ես։ Հիսուսը իմ տեղը պատասխանը տվեց։ Իմ գործերը այնքան վատներ, որ արժաներ մահապատժի, բայց Հիսուսը բարձրացավ խաչի վրա։ Իմ տեղը եւ ամեն մի մարդու տեղն էլ կարա Հիսուսը լինի, եթե մարդը հավատա եւ ընդունի Հիսուսին եւ կյանք առնի։ Եվ որոնի կյանքը։ Եվ որոնի կյանքը։ Գիտես սիրելիս, երբեք չամաչես Հիսուս Քրիստոսին դավանես, Հիսուս Քրիստոսի զորավոր ավետարան, որտեղ ավետարանը ունի զորություն, ավետարան շատ հրաշալի զորություն ունի և սիրո զորություն ունի, իսլամը թրի, ծեծի, մարդասպանության ուժ ունի, որ մարդկանց գրավում է, բայց ավետարանը սիրո զորություն ունի, գիտես ավետարանը չի դատապարտում մարդուն, ավետարան խրատում է մարդուն, ցույց է տալիս իր մեղքը եւ ելքն է ցույց տալի ոնց դուրս գա մարդը դրանից։ Եկեք մենք էլ իմաստություն ունենանք, Տիրոջից խնդրենք, գիտեք ավետարանից մենք բոլորս պետք է լինենք։ Բոլորս, ոչ թե ինչ որ մեկին Տերը օծի դնի, էսի մեր եկեղեցու ավետարանիչն է, վсё, սա իր վրա է գործը։ Ոչ, մենք բոլորս պետք է ավետարանիչ լինենք։ Մենք բոլորս պետք է ավետարանի լույսը լինենք։ Հիսուսը դրա մասին է խոսում։ Դուք եք աշխարհի լույսը։ Եվ այդ նույն լույսը էլի եմ ասում, ինչ որ Քրիստոսի մեջ է, դրվել է մեր մեջ, որպեսզի մարդկանց տանք։ Հիսուսից խոսացեք։
Գիտեք Հիսուսի անունը տվեք, Հիսուսից խոսացեք, ասա Հիսուսն է կյանքը։ Ժպտացեք միշտ ուրախ եղեք։ Աստծո խոսքը ասում է, միշտ ուրախ եղեք, տխուր չլինեք։ Մարդկանց տխրությունը այսօր շատ է։ Աշխարհը այսօր տխուր է։ Իրանք որ ասեն ժպտում են, ուրախանում են, ալկոհոլով լցվում են, ինչ որ ժամանակավոր ցույց են տալի, որ իրանք ուրախ են, դա սա ֆեյք է։ Իրականում իրանք ուրախ չեն։ Իրականում հոգու խորքում բոլորը տխուր են։ Իրանք փորձում են ուրախացնել։ Գիտեք, որտեղ ուրախությունը լավ բան, ուրախությունը բնորոշ է մարդուն, այն մարդուն, որ Աստված է ստեղծել, չէ՞, որտեղ Աստված ուրախ Աստված է։ Գիտեք, մեր ուրախությունը, երբ որ մենք ճշմարիտ Հիսուսով ուրախ լինենք, դա տարբերվելու է այս աշխարհի ուրախությունից։ Տարբերվելու է, որտեղ ասել է, դու ոչ ալկոհոլ ես խմել, ոչ թմրանյութ ես օգտագործել, ոչ աշխատավարձդ են բարձրացրել, բայց ես ուրախ սենց։ Ինչ կա ուրախանալու։ Դու էլ պատմելու ես Հիսուսից, որ Հիսուսն է իմ ուրախությունը։ Հիսուսն ինձ կյանք է տվել, այնքան հրաշքներ ունեմ իմ կյանքի մեջ, ու այնքան հրաշքներ դեռ կտեսնեմ։ Հավիտենական կյանք ունեմ ու հավիտենական կյանքով կապրեմ։ Գիտես Հիսուսը ասում է, կփրկվես դու եւ քո տունը։ Վերցրեք։ Կփրկվես դու եւ քո ամուսինը, քո կինը, քո երեխեքը, քո բարեկամները։ Հավատում ենք։ Հիմա գիտեք, այս բառը, այս խոսքը, որ խոսացվում է, կփրկվես դու եւ քո տունը, մենք պետք է դա հավատքով վերցնենք։ Կին ինչից իմացար, որ դու չես փրկի քո ամուսնուց։ Էդ ով քեզ ասեց։ Բայց Աստծո խոսքը ասում է, կփրկես։ Կփրկես։ Որտեվ քո մեջի լույսը ավելի ուժեղ է, քան քո ամուսնու, անհավատ ամուսնու մեջի խավարը։ Քո մեջի լույսը ուժեղ է, դու քո լույսը պահի, էդի ուժեղ է, հասկանում եք, դու քո լույսը պահի, դու քո լույսով միշտ sense բարձր եղի, միշտ ուրախ եղի, միշտ Աստծուց խոսա, միշտ սիրո մեջ եղի, եւ այդ մեջի քո լույսը քեզ իմաստություն կտա, քեզ իմաստություն կտա։ Գիտես, խոսացեք, դավանեք, աղոթեք, միշտ ձեր մտքում, ձեր սրտում միշտ խոսացեք, ես ու իմ տունը կփրկեմ։ Գիտեք, Հիսուսը ասում է, ինչ որ խնդրեք եք կստանաք։ Ինչ որ խնդրեք եք կստանաք։ Հիմա հարց, բարի է, որ ես ու իմ տունը փրկված լինենք։ Այո, բարի է եւ Աստծո կամքն է։ Էլ մի գնացեք հարցեք, Տեր, եթե քո կամքն է, թող ամուսինս փրկվի։ Ոչ, Աստծո կամքն է, որ քո ամուսինը փրկվի, քո բարեկամը փրկվի, քո ընտանիքի անդամը փրկվի։ Խոսա եւ դավանի։ Եվ քո հավատքի մեջ եւ քո խոսքի հետևում կա հոգի, որը որ Աստված է։ Գիտես, քո հետ միասին, երբ որ դու դավանում ես, գիտեք Հիսուսը ինչով է զբաղված այսօր։ Նես չի Հիսուսը այնտեղ նստած է երկնքում ու սպասում է ինչ որ կլինի, վերջում կդատի աշխարհը։ Ոչ, ինքը քո հետ հավասար գործում է։ Ինքը քո հետ հավասար խոսում է։ Ինքը քո հետ հավասար աղոթք է անում։ Գրված է Հիսուսը երկնքում տաճար կա եւ երկնքի տաճարում նա քահանայապետ է եւ ամեն դավանանք որ մենք խոսում ենք հավատքով նույնը Հիսուսը խոսում է ինչ որ կապեք Հիսուսը ասում է այս երկրի վրա ասում է ես այնտեղ դուք ստեղ դավայ սկսում ենք պատերազմել ես այնտեղ դուք ստեղ տեսեք Հիսուսը ինչ ասում ինչ որ կապեք այս երկրի վրա կապված կլինի երկնքում Գիտեք ինչ կա ճշմարտության մեջ երկնքում ինչ որ կապնվեց ստեղ անպայման մենք տեսնելու ենք անպայման որովհետև սկզբում երկնքում ինչ որ մի բան տեղի ունենում հետո մենք ստեղ տեսնում ենք մի վրազի կարող հենց այդ օրը չտեսնես կարող մի տարվա մեջ չտեսնես բայց տեսնելու ես եթե հավատքդ պահես որտեվ եթե դու հավատքով մի բան դավանեցիր, մի բան խնդրեցիր, մի բան բարի բան ուզեցիր Տիրոջից ու մնացիր քո աղոթքի, քո հավատքի մեջ փրկության, մարդկանց փրկության համար, Հիսուսը քո հետ խոսալու է։ Հիսուսն է երկնքի տաճարում դավանելու է, որ այս մարդու ընտանիքը պետք է փրկված լինի, այս մարդու ամուսնու անունն էլ տալու, պետքա փրկված լինի, երեխեքի անունն էլ տալու, պետքա փրկված լինի։ Հայր, նրանք պետքա փրկված լինեն, որտեվ այս մարդը դավանում է իմ անունից։ Եվ երկնքում սկսում է ինչ-որ բան տեղի ունենալ։ Եվ մենք տեսնում ենք ստեղ։ Տեսնում ենք եւ Աստծուն փառք ենք տալի։ Էդի այդ հրաշքներն, այդ վկայություններն է, որ մենք վերապրում ենք ու պատմում ենք մարդկանց։ Գիտեք ինչքան լավ է վկայություններ։ Ունեցեք կյանքում միշտ փոփոխություններ, միշտ վկայություններ, միշտ երկնքի պատասխանները ձեր կյանքում ունեցեք, շատ ունեցեք։
Թող այնքան շատ լինի, որ մենք ամիսը մեկ անգամ, 2 ամիսը մեկ անգամ վկայությունների օր անենք։ Թող եկեղեցին զորանա վկայություններով եւ ցույց տանք, որ Աստված իրական երկնքում խոսում է այն ինչ որ մենք ստեղ հավատքով դավանում ենք։ Այդպես էլ թող ձեր լույսը մարդկանց առաջ փայլի, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերը եւ փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է։ Մի կարծեք, թե ես եկա օրենքը կամ մարգարեները ջնջելու, ես եկա չջնջելու, այլ իրականացնելու։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, մինչև երկինքն ու երկիրը անցնեն, օրենքից մի կետ կամ մի փոքր նշանագիր անգամ չի անցնի, մինչև որ ամեն ինչ չիրականանա։ Գիտեք, կա օրենք, որը միշտ մնալու է այս աշխարհում եւ դրա տակից ոչ մեկ չի կարա փախնի։ Օրենքից, տեսեք Հիսուսը ասում է, օրենքից մի կետ անգամ, մի նշանագիր չի գնալու։ Եկեք չխաբնվենք, որ Հիսուսը այս օրենքը քանդեց ամբողջ աշխարհի համար, ոչ։ Եթե մենք ընդունում ենք Հիսուսին, եթե մարդը ընդունեց Հիսուսին, Հիսուսի մեջ է եւ օրենքը իր վրա չի գործում, որովհետեւ օրենքը կատարողը եկավ եւ բնակվեց քո մեջ։ Բայց Աստված այնքան արդար է, ինքը առանց օրենքի ոչ մի բան չի անում։ Աշխարհում ոչ մի մարդ չի կարա երբևիցե Աստծուն ասի, ինչի Տեր, ինչի ֆայնային փրկեցիր ինձի չէ։ Ախր տես ինչքան լավ գործեր եմ արել, ախր տես ինչքան լավ բաներ եմ արել։ Ինչի Տեր, կա օրենք եւ կա շնորհ։ Աշխարհում օրենքը գործելու է մինչև վերջ։ Աշխարհի յուրաքանչյուր մարդու վրա օրենքը գործելու է մինչև վերջ։ Բայց Հիսուս Քրիստոսի մեջ ես ու դու ազատ ենք։ Ոչ թե օրենքը չգործելու, այլ օրենքը մեր համար դառնում է հոգեհարազատ։ Էլ ես կոնֆլիկտ չունեմ օրենքի հետ։ Ես չեմ հիմա ինձ ստիպում օրենքը պահեմ։ Ես Հիսուսին եմ սիրում։ Եվ այն ով որ օրենքը պահել է, ինձ է սիրում, եւ իմ մեջ է։ Ես միաձուլվել եմ նրա հետ, ով օրենքը արդեն կատարել է։ Եվ մենք միասին ենք, մենք կոնֆլիկտ չունենք։ Հիսուսը օրենքի հետ կոնֆլիկտ չունի։ Հիսուսն է օրենքը ստեղծել, իր սրբության գիրը ստեղծել, եւ օրենքը սուրբ է։ Եվ ես դեմ չեմ օրենքին։ Եվ ես սիրում եմ օրենքը, դա հաճելի է, որովհետեւ օրենքը Աստծուց է, եւ դա իմ մեջ է ապրում։ Իմ սրտի վրա գրվեց։ Մի գողացի, չեմ էլ ուզում գողանամ, փառք Հիսուսին, իսկի մտքովս էլ չի անցնում գողանամ։ Եվ այլ, շատ բաներ։ Գիտեք, առանց Հիսուսի ոչ մի մարդ չի կարա օրենքը կատարի։ Ոչ մի մարդ կփորձենք, ջանք կդնենք, կուզենանք ինչ-որ բան անենք, բայց ոչ մեկի մոտ չի ստացվի։ Մի բան կստացվի, մյուսը չի ստացվի, օրենքը շատ է։ Բայց շնորհը մեկն է։ Աստծո շնորհը մեկն է։ Փառք քեզ Հիսուս, մենք քեզ շնորհակալ ենք Տեր։ Եկեք բարձրանանք աղոթք անենք։